Ես ուղիղ ասել եմ ոստիկանապետին։ Թալինի քաղաքապետ Տավրոս Սափեյանի պահվածքին իրավական ինչ գնահատական կտա ոստիկանությունը։ Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը սպասում է իրավապահների արձագանքին։ Հինգշաբթի երեկոյան Մայր տաճարի դռան մոտ ժամերգության ժամանակ իշխանական քաղաքապետն իր խմբով փորձում էր ներխուժել եկեղեցի։ Կաթողիկոսի դեմ ակցիա էր անում, հայհոյում այն հոգևորականներին, որոնք պահանջում էին իջնել Մայր տաճարի պատերից։ Բա ուր մնաց Սափեյանի կուսակցապետի էթիկայի կանոնագիրքը։ Նիկոլ Փաշինյանը ընդամենը 2 շաբաթ առաջ է հայտարարել, որ ՔՊ վարչությունը էթիկայի կանոնագիրք է մշակել։ ՔՊ-ականները այլևս չեն հայհոյելու, մարդկանց չեն թիրախավորելու։ Թալինի ԿՊԱ-ական քաղաքապետը Մայր տաճարում նաև վիրավորել է բորբոքված մի կնոջ։ Միայն մի քիչ սիրունների համար շալվարն իջեցնելու գրեհկաբանությունը Փաշինյանական էթիկայի սահմաններում է։ Պատգամավոր Դանիելյանը ԿՊԱ-ականի պահվածքի մասին տեղեկացրել է Հանրապետության ոստիկանապետին։ Ղազարյանին ասել են, որ պիտի քրեական գործ հարուցվի եւ բոլոր մեղավորները պիտի պատասխանատվության ենթարկվեն։ Եթե ընթաց չտան, գրավոր ընթացակարգով պատրաստվում եմ նաեւ դիմում ներկայացնել։ Չի զարմացնում ընդդիմադիրներին իշխանականների պահվածքը, զայրացնում է այդքան անաստված։ Իշխանական պատգամավոր Արման Եղոյանը կաթողիկոսին, Սուրբ Էջմիածին շտապած ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին, շարքային քաղաքացիներին մեղադրել է Մայր աթոռի տարածքը քաղաքական պայքարի թատերաբեմ դարձնելու համար։ Այն դեպքում, երբ Գարեգին II հրաժարականը պահանջող վարչապետի աջակցություն ունեցող տիրադավ եպիսկոպոսներն էին սադրիչ հավաք նախաձեռնել, նկատում են ընդդիմադիրները։ Կասեց խոսքը Բենտլիից իջել են, գազելին նստել։ Գառնիկ Դանիելյանի խոսքով հատուկ ծառայությունների ձեռքին պատանդի տպավորություն թողած եպիսկոպոսների պահվածքը ԱԱԾ-ականների, ոստիկանների, իշխանական քաղաքապետերի, ուսուցչական, բժշկական կոլեկտիվների, թիմ աշխատակազմերի, առանձին բնակավայրերի, առանձին կրոնական խմբերի առատությունն արդեն իսկ հուշում է։ Դեկտեմբերի 18-ին Մայր աթոռում հատուկ գործողություն իշխանություններ ծրագրել Փաշինյանի հակաեկեղեցական արշավին ընդդիմացող մարդիկ դա ուղղակի ձախողեցին սադրանքների չտրվելով։ Մենք տեսանք բազմաթիվ համայնքի ղեկավարների, տեսանք պետական աշխատողների, նրանցից ոմանք էլ մեզ մոտենում են եւ ամանչելով, ասենք մեծ ամոթի զգացումով ասում են, որ մենք պարտադրանքով ենք եկել այստեղ եւ ներկայացնալուց հետո անմիջապես հեռանալու ենք, որովհետեւ մեզ համար էլ ընդունելի չէ համենայն դեպս։ Անգամ Լեմկինի ինստիտուտն է հայտարարում Փաշինյանի իշխանության քայլերի ոչ մարդասիրական լինելու մասին, ընդգծում է ընդդիմադիր պատգամավորը։ Լեմկինի ինստիտուտը նաև նամակ է ուղղել Թրամփին, որով ասում է, որ իշխանությունների կողմից ուղղորդվում է այս հակաեկեղեցական արշավը ուղղորդվում է իշխանությունների կողմից եւ այս ամբողջը պլանավորվում է եւ իրականացվում է իշխանական ամենավերին օղակներում։ Դավադիրը հանգիստ չի նստի, երեկվա վերքերը փորձելու է լիզել, բուժել ու նոր հարձակման անցնել։ Ֆեյսբուքյան գրառմամբ զգուշացրել է Հայաստան խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, միասնականության կոչ անելով։ Իդեպ Գեղամ Մանուկյանն ու Գառնիկ Դանիելյանը Մայր աթոռի աղմկոտ իրադարձություններից հետո տեսակցել են բանտարկված Բագրատ Սրբազանին։ Գառնիկ Դանիելյանն ասում է, Սրբազանը շատ հպարտ էր հայ առաքելական եկեղեցու շուրջ մարդկանց համախմբման համար, բայց նաև շատ տխուր տիրադավ եպիսկոպոսների պահվածքի պատճառով։ Ի վերջո նաև իրենց հոգևոր եղբայրներն են եղել ժամանակին եւ որոշների հետ ինքը ճեմարանական կյանք է ունեցել, հոգևոր կյանք է ունեցել։ Գարեգին II կաթողիկոսն անգամ տիրադավների հետ կամուրջներ չի այրում։ Վկայելով Մայր աթոռում ժամերգության ժամանակ նաև նրանց է հորդորել ապաշխարել ու դարձի գալ։ Արփիս Քեսյան, Աշոտ Մնոյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջին իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։